Ասեցի, որ դա նույնն է, որ ամեն բենզակալոնկային պարտադրեք մի տոննա ամեն մի կուսակցությանը ձրի բենզին տա նախընտրական պայքարում։ Դուք ինչ իրավունք ունեք անկախ տնտեսավորող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի, հա, լուսաբանի, տա կուսակցություններ ոչ թե լուսաբանի, հա, տա ձրի ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար։ Դրա համար կա հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո, բայց սուբյեկտները, հա, անկախ, նրանք այդ պարտավորությունը չունեն։ Դեղատունը պարտավորություն չունի ամեն կուսակցության նախընտրական պայքարում ներվերա, չէ, բան կա, Վալերենկայի մի քանի տուփ տա ամեն մի կուսակցությանը։ Սա խայտարակություն է, որը ոչ մի երկրում չկա։ Եվ դա էլի կրճատում է առաջինը հեռուստաընկերությունների եկամուտը, եւ երկրորդը ոչ պակաս կարեւոր, պարտադրում է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ամեն մի հեռուստաընկերություն, որ ուզում է մասնակցի ընտրություններին, քարոզչությանը, գինասահմանում, հա, ենթարկվում է մեր պարզաբանումներին, բայց հեռուստածրագրեր կան, որոնք չեն ուզում մասնակցեն։ Ֆաստը, որը սպորտ է ցույց տալի, ինչի պիտի ինքը տեղադրի անվճար ինչ որ կուսակցության մասին սիրուն ռոլիկ, հա, կամ նույն մշակույթ հաղորդումը 21 TV-ին, կամ Բունը, որը մշակույթային ալիք է, ինչի ինքը քաղաքականությունից զուր կա, կամ նուրը, այսինքն ինքը նաև ինքը ոտնահարում է ընտրողի իրավունքը լսարանի, ինքը բունա միացնում, ամենտեղ քաղաքական գովազդա, ինքը ուզում է բունով նայի մշակույթին հաղորդում, միացնում է, էլի մեկը կանգնած, հա, էշեշ դուսատալի հազար ներողություն, որովհետև շատ ժամանակ կուսակցությունների ռոլիկներում դա իրականություն չի, դա հնարովի իրականություն է, որպեսզի մարդկանց բան անեն, չգեն դա մանիպուլյացիաներ է, ցականցած նախընտրական ռոլիկ դա մանիպուլյացիա է։ Մարդկանց պարտադրում են Հայաստանի բոլոր ալիքներով հետևել նախընտրական մանիպուլյացիաներին։ Այդ հարցը ցավոք, հա, մենք բարձրացնում ենք, բայց համերաշխություն եւ մեր հեռուստաընկերությունների միջև չկա, որ մենք հասնենք այն նպատակին, որ այդ նորմը, սխալ նորմը հանվի օրենսդրությունից։ Շատ երկար պատասխանեցի, որտեղ իսկապես սա կարևոր է։ Հնարավոր է առաջիկայում, քանի որ ընտրություններ են սկզբում, ձեր ասած առաջարկությունները բարձր տեխնոլոգիական նախարարության հետ ոնց ասեցիք, իրենք են առաջարկում, քննարկվի ազգային ժողովում։ Չէ, ամեն ինչ կքննարկվի, բայց միջև ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, որ ինչ որ կարողանանք, ինչ որ օրենսդրական փոփոխություններ անենք, դա շատ երկար ճանապարհ է եւ օբյեկտիվ ճանապարհ է։ Ցանկացած օրենք, ով չգիտի եւ կասկածում այնչի էին այսպես երկար ժամանակ տված անցնում, որտեվ օրենքը շատ դժվար բան է, հա, բավականին լուրջ քննարկումներ ա գնում, միայն այս վերջի օրենքը, ես մասնակցեցի մի քանի քննարկումների կառավարություն ազգային ժողովում եւ մի 3-4 կիլո նիհարեցի։ Դա շատ լավ քննարկումներ են եւ մեր շատ ժամանակ բաները, ոնց են ասում, ախորժակները զսպող են։ Բնական է, չէ՞, մենք ուզում ենք այնպես անել, դե բան ենք, մարմին ենք շատ լիազորություններով, մեզ զսպում են, հա։